Իսրայելական անօդաչուի հարվածից Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել, 77 պաղեստինցի էլ ծանր վիրավոր է։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված ու արդեն մեկ ամսից ավելի գործող հրադադարը նորից խախտվել է։ Իսրայելը 3 կոնկրետ թիրախ է ունեցել Գազայի հատվածի Ալ-Մավասի և Շուջայիա շրջաններն ու Զեյթուն թաղամասի մի շենք։ Այնտեղ մի ամբողջ ընտանիք է զոհվել։ Իսրայելը սպանեց 3 երեխաներին, հորն ու մորը։ Մի ամբողջ ընտանիք ջնջվեց, իսկ աշխարհը կանգնած դիտում է, թե ինչպես են մեր երեխաները սպանվում։ Որքան են այս տեսարանները շարունակվելու Գազայում։ Իսրայելի զինված ուժերի պարզաբանման համաձայն, սա Խան Յունիսում Համասի զինյալների ագրեսիայի պատասխանն է եղել։ Համասը չի ընդունում մեղադրանքը, թե խմբավորման զինյալները կրակել են հրեա զինվորների ուղղությամբ։ Համասի պաշտոնյաներից մեկը վստահեցրել է, որ Նեթանյահուն պատրվակներ է փնտրում Գազայում ցեղասպանությունը վերսկսելու համար։ Խաղում էի ընկերներիս հետ, երբ լսեցինք հրթիռի ձայնը։ Հենց դադարեց գնացինք մեր հարազատներին փնտրելու։ Տեսանք, որ վրան նայրվում է, այնտեղ գտանք քույրիկներիս։ Վերմակի մեջ փաթաթված, նրանց տարան։ Մայրս էլ ձեռքերը դրել էր աչքերին։ Հայրս է նրան հիվանդանոց տարել։ Մնացածի մասին ոչինչ չգիտեմ։ Անօդաչուների գրոհը տագնապ է առաջացրել Գազայի հատվածում։ Ընդամենը մի քանի օր առաջ էր Մական վտանգության խորհուրդը հավանություն տվել Գազայում միջազգային կայունացման ուժեր տեղակայելու ու խաղաղության խորհուրդ ստեղծելու Թրամփի ծրագրին, որը պաղեստինյան խմբավորումները մերժել էին։ Նրանց տվյալներով հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Ցահալը խախտել է այն առնվազն 393 անգամ։ Գազայի խաղաղ բնակչությանը թիրախավորելու ֆոնին իրավիճակը լարվել է Իսպանիայում։ Օլիմպիական արենայի դիմաց հարյուրավոր պաղեստինցիներ բողոքի ցույց են արել Իսրայելի բասկետբոլի հավաքականի հետ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ։ Անընդունելի է, մարդասպան Իսրայել պետության մարզական ակումբները չեն կարող գալ Եվրոպա խաղալու այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել։ Ոստիկանությունը շրջափակել է մարզադաշտը բախումները կանխելու համար։ Ի վերջո, բասկետբոլային հանդիպումը դռնփակ է անցկացվել։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։